Ստամբուլի հետ կապը արդեն հաստատված է, այսօր կլսենք Բաքրատ Էստոկյանին, Ակոս թերթի հայկական բաժնի գլխավոր խմբագիր, բարև ձեզ հարգելի Բաքրատ։ Բարև ձեզ, բարև աշխատություն։ Կասեք հիմա ինչ իրավիճակ է Ստամբուլում։ Բավականին լարված իրավիճակ է, որովհետև հանրահավաքները գանքարին, բայց Պերման ենթարկելու դեպքերը մեծ թափով կշարունակվին, հազարավոր մարդիկ Պերման ենթարկված են, ավելի հստակ թիվով մինչև այս պահը 1879 մարդ Պերման ենթարկված է եւ անոնց մե 260-ն արդեն ցերպակալված է։ Լուրջ խնդիր այս, այնքան լուրջ, որ անոնք, այսինքն ցերպակալյալները, երբ որ փանդ գղրգեն, փանդերու մեջ դեղ չկա ըսելով ետ գուղարգվին ոստիկանադուններ եւ այս անգամ անոնք կսպասեն ոստիկանադուններու խցիկներու մեջ, խուցերու մեջ։ Այսինքն գնալով լարումը ավելանում է, ոչ թե հանդարտվում։ Այո, ճիշտ այդպես։ Այսինքն հիմա իշխանություններն են, որ հագաթարց հարված սկսած են ընդդիմության շարքերուն թեմ մանավանդ երիտասարդներ Պերման ենթարկվին, ասում են ուսանողներ են միացել ցույցերի։ 19 տարեկան երեխաներ։ Բաքրատ, ինչ եք կարծում, սա շարքային Թուրքիային բնորոշ ճգնաժամ է, թե ավելի խորքային բան է կատարվում։ Գիտեք, հետևյալն է, այսինքն այսօր այլևս ավելի հաջող օրագարկի գուքա գանխահաս ընդրության բանջը եւ եթե այդ ընդրությունը գադարվի, շատ հավանական է, որ կորձող իշխանությունը իր թիրքերը չի պիտի գրնա բահել եւ պիտի զիջի ընդդիմության արած ցայներուն թիմած։ Այս բանը կանխելու համար ուրեմն հանրահայության նախագահության տեխնազուներն են, որ կփանդարգեն։ Սակայն հավանաբար Թուրքիան այն եզակի երկիրն է, որ փանդերու մեջ կգտնվին երկու նախագահության տեխնազուներ։ Մեկը ավելի առաջ իր տեխնազությունը առաջադրած էր, չեր հաջողած, այժմ 10 տարվա մոտ է որ փանդն է եւ հիմա երկրորդը, որ իր տեխնազությունը առաջադրավ, բայց տակավին ընդրություն չկա եւ նախքան ընդրության ինք արդեն մեգուսացուցին արկելանոցի մեջ։ Բաքրատ, իրադարձությունները ավելի շատ կենտրոնացած են Ստամբուլում, թե մյուս քաղաքներն են միացել արդեն։ Ամերիկան 35 քաղաքներու մեջ փողոքի ցույցեր եղան, բայց անշուշտ որ ամենազանգվածայինը եղավ միշտ Իստանբուլը եւ անոր հաջորդեց Անկարան եւ ապա Իզմիրը, այսինքն Թուրքիո մեծ քաղաքները, գլխավոր առաջին մեծ 3 քաղաքները, բայց ընդհանուր առմամբ 35-ն ավելի քաղաքներու մեջ փողոքի ցույցեր կատարվեցան։ Այսօր տեղեկություն ստացվեց, որ Ստամբուլի քաղաքապետ նշանակել են Իմամօղլու տեղակալին։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ Իմամօղլուն դեռ շատ կմնա փակի տակ երևի։ Այո, հավանաբար։ Այդ քայլը առնելու ստիպված էին, եթե նույնիսկ Իմամօղլուն ահապեկչությունով ցերպակալված լար, այս անգամ կառավարությունն էր, որ իր դեղաբահը պիտի նշանակեր, բայց քանի որ այդ մեղադրանքով չէ ցերպակալված, այս անգամ քաղաքապետարանի խորհուրդը որոշում կայացուց եւ անոր փոխանորդ ընտրեց։ Այսինքն Էրդողանը բացահայտ գնում է իր հակառակորդին չեզոքացնելու ճանապարհով։ Այո, եւ ժողովրդինալ ջնշելու, ընդդիմությանալ ջնշելու բազմաթիվ լրագրողներ այս միջոցին ցերպակալվեցան։ Այսօր BBC-ի լրագրողն է Պերման ենթարկելու երևույթներուն մասին եւ հերոստակայաններ, այն հերոստակայանները, որոնք արձագանքեցին այս զարգացումներուն, անոնց թեմալ լուրջ բադիժներ սահմանվեցան։ Պետք չէ արդեն հիշել, թե իշխանամետ հերոստակայանները առհասարակ անդեսեցին այս զարգացումները։ Նկատել եք ադրբեջանական մամուլը ինչքան փակ է, լուռ է այդ մասին։ Բնական է, որ այդպես է, որովհետև իրենք կարծես թե Էրդողանի հետ կշնչեն, անոր հետ շունչ կառնեն, շունչ կարտաքսեն, հետևաբար անոնք մտահոգությամբ կհետևին Էրդողանի սպառնացող յուրաքանչյուր զարգացումին։
Վակրատ, իմիջայլոտ կարծիք կա, որ սա այս ամենը ոչ թե տեղի է ունենում Էրդողանի դեմ, այլ Էրդողանի սցենարով է կատարվում։ Դուք ինչ եք մտածում։ Այդ տեսակի վարկածները միշտ օրագարկի գուկան, բայց եղելությունները շատ բարձ է։ Այլևս ադոր յետին անպայման ուրիշ ծրագիրներ, բաներ հետապնդելը իմ շատ սիրած մեկ ոճի չէ։ Պատահածը բարձ է, պահանջները բացահայտ են, Էրդողանին արարգությունները բացահայտ են, Էրդողան արդեն ընդմիշտ սպառնացավ եւ հիմայալ ավասիկ կգադարվի այն ինչ որ ինքը սպառնացած էր։ Հիմա այսօր յետին այլևս ուրիշ հաշիվներ հետապնդելու շատ ալգարիք չեմ զգար։ Թե ոչ այդ վարկածները հաջող կլսենք, նույնիսկ արտասահմանյան ուժերու վերակրված աղաքին բան կլսենք, բայց արդեն բացահայտ մադահաց բան մգա։ Չեմ ուզել այդ բացահայտ մադահածի շեղին։ Իմիջայլոտ հարցումներով երևի դուք էլ ունեք այդ տվյալները։ Իմամօղլուն ստացել է շուրջ 15 միլիոն ձայն պրայմերիզին, հա։ Երևի հենց դա էլ անհանգստացնում։ Մոտ 1.5 միլիոնը արդեն գուսակցության անդամներն էին։ Ահա։ Բայց 13.5 միլիոնն ալ անդամ չեղողներ, այսինքն ժողովրդահանրապետական գուսակցության շատ ալ մոտ չեղող մարդիկ, պարզապես այս իշխող քաղաքականության արարգություն ընելով կացին այդ զորակցության։ Հետաքրքիր է, ինչ կլինի, եթե Էրդողանը չհաղթարի այս ճգնաժամը, թեև ճգնաժամներ հաղթարելու վարպետ է Էրդողանը, չէ՞, կհաստատեք դա։ Անշուշտ որ անիկա միշտ բահեստի ծրագիրներ գունենա ճիշտսիկ ճգնաժամներ հաղթարելու վարպետ է, մանավանդ որ ինք արդեն գրեթե արմադացած 30%-ի ընտրողներու համեմատությունը ունի, որ գարչած են իրեն։ Եթե սևին սպիտակը սե, անոնքալ սպիտակ կսեն, եթե սպիտակին սևը սե, անոնքալ սև կսեն, եւ այսպես համոզում կոյացուցած 30% մգա ընտրողներու 30%-ը այդ թիրքի մեջ են։ Ան հիմա բիդուզ է այդ տոգոսը ավելի բարձրացնել, որովհետև անցյալին ավելի բարձր էր։ Գրեթե 50%-ի հասնող զորակցություն մներ եւ հիմա հազիվ այսքան ետ գնաց։ Հայկական համայնքը ինչ դիրքորոշում ունի այս իրադարձություններին։ Հայկական համայնքը երկու տեսակ դիրքորոշում ունի։ Առաջին դիրքորոշումը հայկական համայնքի պաշտոնական ներկայացուցիչներն են, որոնք կգոչենք հոգևորականներ, բادرարքարան, փարերարներ, հաստատություններու վարիչներ, անոնք ընդհանրապես իշխանամետ կեցված որտեգրած են եւ այդպես ալ գիշարնագեն։ Բայց ժողովրդի զանգվածային մեկ մասը ընդհանրակ ընթացքին մեջ է, անոնք այս ultimativներուն գզորակցին, հագարակ որ իրենք ժողովրդահանրապետական գուսակցության համագիրներ չեն, բայց քիչ առաջ ցեր նշած այդ քվեարկության մասնակցող ահակին հայեր եղան։ Ես իմ թաղի մեջ այդ մեկը նկատեցի, որովհետև ես ալկացի ընդրամաս, որովհետեւ դեսնեմ թե ինչ կանցնի, ինչ կդառնա եւ հոն շատ ծանոթ թեմքերով հանդիպեցա։ Այս օրերին նաև Մարկարայի անցակետը հայ-թուրքական սահմանի բացվեց, վստահ եմ տեղյակ եք, Սիրիային հումանիտար օգնություն հասցնելու նպատակով։ Թուրքիայում կար դրա արձագանքը։ Ոչ, Թուրքիայում նրա արձագանքը չկա, նրա արձագանքը ավելի շատ գլսենք Բաքուի միջոցով։ Բաքուի մեջ է որ մարդիկ գարարգեն եւ աղմուկ կբարձրացնեն Թուրքիա հարց տալով թե առանց մեզի հարցնելու, առանց մեր հավանության ինչու համար այսպես քայլ մարի։ Ես նախապես ապազում անգամ ներսած եմ, որ Թուրքիան այլևս Հայաստան-Թուրքիա հարաբերություններու բնականոնացման մեջ իր ուրույն գամքը կործատրելու ի վիճակի չէ։ Անպայման ստիպված է Բաքուի հավակնությունը ստանալու։ Եվ արդեն բարձրացավ, որ թուրքական իշխանությունները Բաքուն դեղյակ պահած են այս անցագետի փացում են, բայց ադրբեջանական մամուլը այնպես ցավացուց թե իբրև թե
դեղյակ չէին եւ հանգարձակի տվեցավ այս քայլը իրենց համար եւ արարգեցին այսինքն մարդասիրական օգնության համար իսկ սահմանատուրին բացումին թեմ իրենք շատ լուրջ վերաբախություն ունին եւ Թուրքիան չի գնար այդ վերաբախությունը անդեսել կամ նկատի չառնել Այսինքն Թուրքիայի այս իշխանությունների պարագայում ոչ հայ-թուրքական, ոչ հայ-ադրբեջանական հարաբերություններում դրական մոտիվներ փնտրել պետք չէ։ Բացարձակապես պետք չէ, որովհետև կտեսնենք, որ Ադրբեջանի կողմը միշտ առավելաբաշտ ռազմավարություն ունի, երբ որ ամեն ինչ համաձայնելու սահմանին հասած է, ինքնամիջապես կհնարե նոր բանջներ, որպեսզի կորձը մնա անելի մեջ։ Այս պայմաններում մեջ մենք որ պիտի նախընտրենք խաղաղության համաձայնագիրի ստորագրությունը, բայց իքին ինչի, եթե հակառակորդը դիտումնավոր կերպով այս ընթացքին մեջ է, ուրեմն մենք պետք է հրաժարենք այդ բանակցություններեն եւ ասենք թե 30 տարի առանց խաղաղության պայմանագրի շարունակեցինք, հələ հիմա է շարունակենք։ Այստեղ այդ վախը անիմաստ է, որ Ադրբեջան հանգած կրնա դարձյալ հարցագիր եւ հողեր կրավել Հայաստանեն։ Ես այդ մեկը շատ հավանական չեմ տեսնել։ Նախորդ անգամ այդ բանը եթե եղավ, Արցախը իրենք եթե հաջողեցան կրավել, բարձրապես համաշխարհային քաղաքականությունն իրենց զորավի կեցավ, որովհետեւ ընդհանուր ընկալումը այն էր, որ Ադրբեջան կրավված, օկուպացված իր տարածքները ազատագրեց։ Բայց հիմա այս անգամ նույն բանը չկա, հետևաբար այդքան թյուրին պիտի չլա նման զինյալ սպառնալիքի կորզատրությունը։ Դե դուք ճիշտ եք, հիմա անհասկանալի իրավիճակ է։ Բաքուն եւ Երևանը հայտարարում են բանակցությունները ավարտելու մասին, բայց ընդհանուր բանակցային մթնոլորտը ավելի է սրվել եւ դարձել ավելի անորոշ։ Որովհետեւ նոր բանջներ առաջ վերին։ Իբրև թե բادرազմի հանցակործություններով մեղադրված անձեր կան Հայաստան եւ հիմա Բաքուն բիդուզը որ անոնք իրեն հանձնվին որովհետեւ բաց չէ արդեն բադանտ վերցնած անձերը գարզես բավարար չլային հիմա Հայաստան իրեն նոր քաղաքացիները իր պիտի հանձնեն որովհետեւ Ադրբեջանի փանդերում մեջ անոնք եւս տանջանքներում մատնվին անընդունելի պահանջ մնա այս մեկը Բանիմաց ոչ մեկը այս տեսակ պահանջիմը նույնիսկ պատասխան կտա Էրդողանը ասում է թուրքական ընդդիմությունը թույլ է ու պարզունակ սա երևի հենց Էրդողանի թուլության նշանն է չէ՞ որ այդպեսի Արտա Այո պայմաններու բերումով ինքն շատ թույլ է որոշ թերագադարներու դիմաց Վաշինգտոնի դիմաց ինքն թույլ է Բաքուի դիմաց ինքն թույլ է ինքազիվ արույց կդառնա դեղական ընդդիմության դիմաց համաշխարհային կետնի վրա երբ որ ուրիշներ իրեն դեմ թիրք բռնեն ինք եւս թույլ է Բակրատ այս իրադարձությունների այս զարգացումների որ սցենարն է բխում մեր շահերից եթե կարելի է այդպես արտահայտել Խոստովանիմ որ հանգարց եթե Թուրքիայի մեջ իշխանապողություն ուլա դարձյալ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեջ ես բարձր ակնկալություններ չունիմ, շատ մեծ լավադեսություններ չունիմ։ Միգուցե երկներս պետական համագարկը կվերահաստատվի, որովհետև հիմա մենք այդ պետական համագարկը գործընծուցինք, պետությունը բնորոշող հատկությունները գործընծուցինք, միգուցե որոշ ժամանակի ընթացքին այդ բոլորը վերահաստատվին, բայց Թուրքիա Հայաստանի դեմ բռնած քաղաքականությունը իշխանության հետ կապված չէ, սա ավանդական է, սկսած Սուրեյման Դեմիրելի օրեն, մինչև այսօր ինչ վարչություններ որ անցան, գրեթե բոլորն նույն հանգերքը գտնեցին։ Անոնց մեկ մասը մեզի չասավ, որովհետև անցյալին գար խորհրդային միություն, բայց Հայաստանի անկախացումեն այս կողմ բոլոր Թուրքիա քաղաքական գործիչները բոլոր դիվանագետները Հայաստանի հանդեպ միշտ նույն մերժողական դիրքին մեջ գտնվեցան։ Հետևաբար, եթե հանգած իշխանապողություն մտեղի ունենա, ես դարձյալ
չեմ ակնկալեր, որ շատ դրական մեծ փոփոխություններ պիտի ելան։ Սա մեզ համար ճշմարտություն է, որովհետև աշխարհագրական դիրքով Թուրքիան սահմանամերձ երկիր է եւ Թուրքիո հետ բաց սահմաններու արգայությունը դիվանագիտական հարաբերություններու արգայությունը մեզ համար լուրջ նշանակություն ունի։ Իրենց համար միայն տնտեսական որոշ նշանակություններ ունի այս պահում եւ անոնք կուզեն դակավին Հայաստանը շրջափակման մեջ պահել։ Զանգեզուրի միջանցքի համար բանջը այդ բնդումը Հայաստանի շրջափակումը հարադեպ դարձնելու մարմաճն է։ Այդ միջանցքը եթե իրենք ստանան, այլևս Հայաստանի հետ գործ պիտի չունեն, նան իրենց երթևեկության մեջ։ Բանը որ մեզ համար բոլորովին անընդունելի է, բոլորովին թեմը մեր շահերուն։ Եթե պիտի դառնա Թուրքիան քաղաքագիր աշխարհի մեկ անդամը, մեկ մասնիկը, ուրեմն ստիպված է հարգելու Հայաստանի pedagogan սահմանները եւ եթե գուզե այդ սահմաններեն դեպի արևելք ճամփորդել, պիտի հարգե pedagogan կանոններու հրամայականները, այնինչ որ արգա են բոլոր pedagogan հարաբերություններու մեջ։ Ինչպես որ Թուրքիացի փերնադարմս Բուլղարիա սահմանեն գերտա մինչև Գերմանիա, Հայաստանի սահմանենա գրնա երթալ մինչև Կենտրոնական Ասիա, եթե ուզե Չինաստան, կամ հագարակը ուղղությունով։ Բայց ստիպված է այդ կանոնները հարգելու։ Դե Էրդողանը շատ չարչարվեց Եվրամիություն մտնելու հարցում, բայց մերժում են, չի ստացվում։ Եթե մտնելը մեր շահերից կբխեր իր պահանջված գարկու կանոնը այսքան չարչարվելու պատճառ չկար։ Իր իշխանության առաջին 7-8 տարիներուն մտնոլորտը փոխա այսպես չէր։ Թուրքիո մեջ Եվրոմիության բանջներում բացաշրջեցված ահագին բարեփոխումներ դեղ ունեցան, բայց վերջեն ինքն է որ հրաժարեցավ այդ գործընթացը։ Ինքն է որ ասա որ մենք Կարմիր քիծեր ունենք, չենք հադեր այդ Կարմիր քիծերը եւ հարաբերությունները այսպես սարեցան, այլ ոչ թե Եվրոպայի մեր ժողականությամբ։ Թուրքիան ասա որ ես իմ կանոններով անդամակցել դուսեմ, անոնք ասին որ չի կարելի։ Եղածը ասե։ Եվ վերջինը մի ճշտում Բագրատ Իմամօղլուն որտեղ էլ գտնվի բանտում թե ազատության մեջ կարող է առաջադրվել նախագահի տեխնացու, չէ՞, կարծեմ։ Ըստ թուրքական սահմանադրության։ Ներկա պայմաններում մեջ այդ կարողությունը քիչ մը վիճելի դարձավ, որովհետև Թուրքիո օրենքներով համաձայն հանրապետության նախագահը պետք է համալսարանավար լա։ Իսկ նախքան Փերման ենթարկելը եւ ցերպակալելը արդեն Իմամօղլուի համալսարանի վկայականը չեղյալ համարեցին։ Սայալ իր գարքին թավատրություն մներ։ Համալսարանի դեսուչը մերժեց այդ պահանջը, բայց անոնք ուրիշ մարմինի միջոցով այդ պահանջը հաջողեցան ապահովել եւ չեղյալ համարված է սաբահուն Իմամօղլուի վկայականը։ Եթե այդ դիպլոմը չունենա, արդեն նախագահ չի գրդարել։ Այսպեսի խոչընդոտ մնա իր դիմաց։ Այդ խոչընդոտին դեմ թադական գործողությունը սկսած է, մեկնարկած է, բայց բոլորովին քաղաքականացած այս թադական համագարկեն ինչ արդյունք դուրս կելա, շատ վիճելի է։ Շնորհակալություն, որ միացաք մեզ, Բագրատ։ Այսքանը։ Խնդրեմ բարի աշխատություն ձեզ։ Ստամբուլ ներկապի մեջ Բագրատ Էստուկյանը, Ակոս թերթի հայկական բաժնի գլխավոր խմբագիր։